Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձրադասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հիշեցնեմ ձեզ, որ ամսի 24-ին ապրիլի ժամը 12-ին ովքեր կցանկանան մեր հետ ազգասերներ խմբի եւ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության հետ համատեղ գալ Եղեռնի հուշարձանին տուրք մատուցելու մեր զոհերին հիշատակին, խնդրեմ կարող եք ժամը 12-ին լինել Կիևյանի Սասի մոտ։ Շնորհակալություն։ Անցնենք հաջորդ հարց։ Կմոտենաք այնտեղ կտեսնեք մեր խումբը տրաֆառետներով, կմոտենաք, միասին կգաք։ Սկսենք ամենաառաջինը Հայաստանից մի քանի լուրերից։ Նախ առաջին ուզում եմ ասել, որ այսօր անհիմն ձերբակալվել է Արտակ Սարգսյանի եղբոր տղայի մեքենան։ Հետևվել են հատուկ, այս էժան ճնշումների ձևն է։ Մեքենայից հանել են, ասել են մի հատ բացեք ձեր եղած բարձր կեքը, որ ստուգեն, բնականաբար որևէ բան գցեն, որ որևէ գործ անեն, երեխաները իմիջիալոց մեջ անչափ հասել, ասել են մենք մեր ձեռքով ցույց կտանք ինչ կա մեր ձեռքի պայուսակի գրպանների եւ մնացածը։ Բացել են, ցույց են տվել, ոչինչ չի եղել, մեքենան վերցրել, տարել են պլաշչատկա, հա, տարել են այնտեղ եւ անհիմն կերպով հարց են տալիս։ Ինչի է ձերբակալվել, ասում են դեռ կքննենք, կասենք։ Ուրեմն ես գիտեմ ինչի է ձերբակալվել, ես կասեմ, որ այս երկրի օրենքների մեջ տեսնեք նաև այս մասը։ Տանելու են մեքենա, մեջը մի քանի հատ ժուճոկ են դնելու, ըստ երևույթին, որ հավելյալ լսողություն ունենան, տեսնեն ինչերից ենք խոսում կամ արտակը ինչից է խոսում։ Ես կարող եմ ասել ձեզ, պարոնայք երկրի ղեկավարներ եւ նրանց անձայն ենթարկվող կռվող տղեկ ու պագոնավոր տղեկ, որոնք ձեզ տղա եք համարում, որը շատ վատ բան է, որ ժամանակին ասում էի ոստիկանությանը սենց Արտակն ասում են մարդեն հրաման են կատարում եւ այլն։ Ասեմ ձեզ տղեկ, այդ գործողությունը այնքան էժան է, եթե դնում եք ավելի լավ է դրեք, ասեմ ձեզ, ինչ եք լսելու։ Շատ լավ անեկդոտներ են պատմել ու լսեք ու ձեր իշխանության եւ նախկին ու ներկաների մասին, որ բոլորը նախկին եք։ Ասեմ ձեզ, օրինակ պատմելու եմ Արտակը, որ Հայաստան չի եղել, բոլորիդ կողմից իբր թե մոռացվել է, բայց չի մոռացվի, Սաշիկի մասին, որ բոլորի հետ 50% էր, որ ասում են Սաշիկը լիալուսնին հելնում է, լուսինը դառնում է կիսալուսին, եւ նման անեկդոտներ ենք պատմում։ Խնդրեմ դրեք։ Էժանագին ձև առանց մեկնաբանելու իմիջիալոց մեկ դիմելու ենք արդեն փաստաբանը դիմելու է արդեն դատարան, որ ինչի է անհիմն կերպով մեքենան ձերբակալվում։ Էլ մեջը անչափահասներ, հանեստուկ են եւ այլն։ Ու ձերբակալումը ոչ թե խախտման համար, ոչ մի բան չի ասվում։ Ոչ խախտում կա, կամերաները նկարում է, ավտոյի վիդեոն նկարում է, տեսանկարահանող սարքը, այնպես որ պատճառ չկա։ Բրավո, այսպես էժան ձևով փորձում եք ինչ-որ շարժում կանգնեցնեք։ Հələ չեմ ասելու, կանգնեցնող եք ուրիշ շարժումներ կանգնեցրեք։ Կանգնեցնելու շարժումը կանգնեցնելու համար ուրիշ ձեր համար, ձեր ֆորմատներով ուրիշ բաներ կան։ Դուք ուրիշ բաներ եք շարժումով կանգնեցնում, բայց մեր ազգային շարժումը կյանքում չեք կարող կանգնեցնել, որովհետև ազգային շարժման մեջ մարդիկ ոչ մեկ չի գնալու փողային վաճառքի։ Հենց գնաց փողային վաճառքին միանգամից դուրս է թռնելու։ Պարզ է, ես ասել եմ ու կասեմ, ես միշտ ասել եմ, նույնիսկ կկրկնեմ, առանց կուսակցության էլ, առանց խմբի էլ, որ իմ խումբը միշտ շատ համերաշխ խումբ է, ասել եմ, եթե աշխարհի 8 միլիարդն է դեմ լինեն, ես մենակ կսկնալու եմ, որովհետև իմը ոչ թե հաց ուտելու է, ոչ թե շոր հագնելու է, ոչ թե փողի է, իմը գաղափարի է։ Սպանեցիք մարդուն հոգի վեր մարմինը, բայց հոգին չեք կարող սպանել։ Նժդեին սպանել են, Նժդեից մինչև հիմա անունից Ռուսաստանը դողում է, էլ չեմ ասում Ադրբեջանն ու Թուրքը, Ռուսը դողում է Նժդեի անունից։ Հիմա հերթով կանադառնամ դրան։ Մանկապարտեզի 4-րդ կուրսի խաղեր, ավտոն բռնեք, երկու օրից գնաք, դատական գործ արեցեք, քաշքշուկ բռնեք ավտոն տակ, անչափահաս երեխա մեջը, գնաք ուզենաք գրպանները ստուգեք, հետո լավ։ Սենց եք փորձում երկրում պահելու ձեր կապիկությունները, մինչև երբ, մինչև են ձեր մաշկած, Նիկոլի կողմից մաշկած խոզին
Վագն Խաչատրյանը, ինչ այն ոնց որ կա մի խոսքով այն խոզին հասկացաք դեպուտատ էլ այդ ճանդակի Նիկոլի նման մեծո սոպրանո գոմիկցենով որ ասма 25 թվին կարանք սահմանադրությունը փոխենք, կփոխեք, բաճեք փոխի։ Հələ ուր եք դուք, կանփերեք։ Սա լակոտության մի փորձ։ Հաջորդ ուզում են բոլորիդ հայտարարություն անել կրկին անգամ, որ վաղը ժամը 14:00-ին, ամսի 15-ին Աբովյանի դատանի դիմաց, խնդրում եմ այն անձիկ, ովքեր իրոք հայ են եւ մտածում են հայ ժողովրդի ապագայով, հավաքվեք Սև Հովազի, Սերոփի, Գասպարյան դատել։ Շնորհակալություն բոլորիդ։ Հիմա կանցնենք մնացած այլ հարցերին, այնքան հարց կա, որ հերթով նշել եմ, որ չմոռանամ ասել։ Ես իմիջիայլոց ժողովուրդ ջան, ահա որ զզվում եմ գրած խոսելուց, կարդալով։ Միայն վերնագրներն եմ գրում, որ չխառը։ Սկսենք հիմնական դեպքից, ուրեմն խնածախի կրակոցից խնածախի վրա կրակել են եւ վնասվել է կուլտուրայի տունը։ Այսպես են հայտարարում տեղից։ Չնայած Նիկոլա թուրքական ղեկավարությունը, մանավանդ քավոր գետնից բարձր կալաբոկը, ասում է, որ տաշում է կրակոց չկա, մարդիկ ասում են տաշում են կրակում չկա։ Եվ առաջին անգամ 2020 թվականից հետո Ադրբեջանի նախարարությունը արձագանքել է, որ իրենք չեն կրակել, հերքել է, չնայած կրակել են, գիտեք ինչի։ Որտեվ եվրոպական դիտորդներ են, որ ասում են, բա ուր են ռուսամերներ գոն, ձեր եվրոպական դիտորդը ինչի չի կարում օգնի, այ հոգնեք դուք ռուսի տակ։ Ռուսները հողերը տվին ու ճանաչում են Հայաստանը, Ադրբեջանի մաս, Արցախն էլ հետը, մինչև այսօր այդ 250 քառակուսին, որը Դավաճան Նիկոլն ու Քոչարյանն ու Սերժն ու Ռոբն ու Լևոնը տվել են, ճանաչում են Ադրբեջանի մաս։ Ռուսը ձեն չի հանում, ասում է ես չգիտեմ Հայաստանից սահման բան։ Հիմա հերթով անդրադառնալու եմ ռուսամերների երկրորդ էտապին։ Ադրբեջանը չեմ կրակի։ Իմիջիայլոց այս լավ լուրին, որ ինքը արդեն սկսում է վախի մթնոլորտ ցույց տա, Ժորժ ջան, սա նա է, որ իրեն դեմ են տվել պատին, ինքը անում է գործողություն, որից հետո սկսեց հերքել, ըստ երևույթին Եվրոպայի կողմից ոչ միայն այսօր շատ խիստ զգուշացումներով ոչ միայն գերիների, իմիջիայլոց գերիների հարցը, որ սրանք են դրել թե Նելսոն Մանդելա սարքեն մենակ Թաթար Ռուբոն, գերիների հարցը եվրոպական թղթերում դրվում է բոլոր գերիները, որոնք գերի են եղել Ադրբեջանում, բոլոր այն հայ զինվոր գերիների հարցն է դրած, Քցելավոտին սպանել է, կերել են Նիկոլետ օրգանները ծախել են, դրա համար չի կարողանում պատասխան տա։ Եվ ունենում է հաջորդ հարցը, որին հերթով հեսա հարադառնում եմ։ Տեսեք, շարունակությամբ գնում ենք, հասնում ենք այնտեղ, որտեղ արդեն Հայաստանի ներքին խայտառակություններին, Ադրբեջանի ներքին խայտառակությունը խառնվում է ու երկուսով ընկել են կրակ։ Հիմա գնացինք այս շարքին, ինչ են փորձում անել Հայաստանը։ Նախ ասեմ ձեզ, որ այս կտրված ծառերը, որի համար ժողովուրդը լրիվ անտարբեր է, հարգելի հայրենակիցներ, ուրեմն կարող եք դուք հետաքրքրվել ոչ թե այն Բեգոյան կոչված ֆիզմատ ավարտած դենդրոլոգից, որը դատվելու է ծառերի եղեռնի համար, այլ միջազգային կարգի դենդրոլոգներից, որոնք ապացուցել են ու ապացուցում են, որ երկրի ցրտության եւ խայտառակ շոկի պատճառը դա ծառերի կտրելն է։ Ինչու՞։ Տեսեք, ծառը պահում է կենարար կյանքը, խոնավությունը համեմատաբար, թե ձմռանը, թե ամառը։ Երբ որ ծառը չկա, տեսեք նույնը ոնց որ անապատում, հողի խոնավությունը ծառը արմատով չի պահում, ընդհանրապես գոլոշացվում է։ Դրա համար ամառը լինում է ահավոր շոգ, իսկ ձմեռն է, որ հողերի մեջ ջուր չկա, բնականաբար միջինը չի պահում, լինում է ահավոր ցուրտ։ Տեսեք անապատների իրավիճակը, գիշերը անապատը իջնում է մինչև -5-7, ցերեկը բարձրանում է մինչև 72։ Սա է պատճառը, որ արաբները, բեդվինները եւ մնացած այլ ազգերը երեսներից հետ փագած են 10-20 հատ շորեր իրար վրա հագնում։ Հասկացաք։ Դատվելու եք բոլոր ծառկտրողներով, եղեռնի հոդվածով։ Բեգոյան առաջինը դու, որ քթի տակ ծիծաղելով ասում ես, ավին քո մասին չասեմ, ավին քաշեն քեզ ուրիշ գավին։
տես ինչա լելու քո հետ, քո ընտանիքով, այդ տարած փողերով, ընտանիքով, հորովդ եւ մնացածով։ Իմիջիալոց մի հատ տղայա դուրս եկել Հայաստանից, որին ողջունում եմ, դատի տվել ավելի հորը 500,000 դրամ, որպես հոգեբանական հատուցված մառալնի ուշչերբ, հա, 500,000 դրամ, որ փոխհատուցում ուզի Opel քշելու համար։ Այդ մի տղեն այլ է։ Մնացած Opel քշողներ չհելնեք, չասեք, թե մենք էսենք։ Միանայք այդ տղուն ամեն մեկը 500,000 դնեք ավինի վզին։ Վախեցակ, չէ՞, մետեսիկ համբալե դու ես գնացիք, հա։ Բրավո։ Անցնենք այս գործից, հասնենք Երևանի փողոցներում կրակոցներին։ Երևանի փողոցները դարել են Չիկագոյից բետար, պրոսպեկտի վրա են արդեն կրակում, ժողովուրդ, մարդը ծանր է, տանում են 3 դվինի հոլի վրա, այսօր պրոսպեկտի, Իսակով պողոտայում կրակել են, վիրավոր տարել են, մեկը Աստղիկ են, մյուսը տարել են ուրիշ տեղ։ Հիանալի է, չէ՞, մեքենաների Կադիլակի վրա, ասես փողոցներում կրակոց։ Լավ է ձեզ։ Դե էլի լռեք, ասել եմ, մինչև մտնեն տներեր։ Բրավո։ Մինչև մտնեն տներ։ Ես ասում եմ, չէ, այնքան կլռեք, թուրքը մեր կմտնի տներ։ Իսկ ձեզ ինչի է թվում, որ այս կրակողները հայ են։ Հա? Կամ այս կրակողները, եթե ձեզ թվում է հայ են, իրենք չեն կատարում թուրքի հրաման։ Երևանի տարբեր փողոցներում կրակոցները ինչի արդյունք է։ Սրբույի գալյան են մյուս ինչ ես են պիրոյի ունքերով։ Բոբշեմ, նա Արփինե, Եսիմինչյան, նախարար, բա դուք ասում եք մենք պրոֆեսիոնալ ենք, ես ինչ է կատարում Երևանում։ Պրոֆեսիոնալ եք որ հարցում, ներքին գործերի նախարար։ Ես ուրիշ բան չեմ ասում, դուք ինչու՞մ եք պրոֆեսիոնալ։ Այն որ հեռախոսով ծամոնը բելանը տաղեքի ներգնում ես, այս ազգի հարցում է պետք է այդ հարցում։ Հա, դրանում ես պրոֆեսիոնալ։ Ամեն ինչ գալու անկնի տեղ, էլի եմ ասում։ Այն մարդիկ, ովքեր նյութական են, նրանք գոյություն չունեն հայ կոչվելու համար։ Նրանք այն ապրանքն են, որը ապրելու է կենսատարածքում, որը կոչվելու է Հայաստան, կենսատարածքում ապահովելու համար ուղղակի հարկերը եւ շարժը, ընդհանրապես։ Պետության կազմման հիերարխիան այսպես է ստեղծված։ Գոյություն ունեն ազգայիններ, որոնք X քանակությամբ են լինելու, եւ նրանց հետ ապրող նույն լեզվով խոսացող կրավորական սեռի ուղղակի նյութապաշտ մասը։ Վերջ։ Անցնենք հաջորդ հարցին, հաջորդ հարցը ավելի հետաքրքիր է նաեւ արցախցիներին առաջարկել է մեկ ամիս են մնացածին էլ 50,000 դրամ տակ մի ամսով վերցրեք այս ձեր տաղավարը ռադներդ քաշեք, արցախցիները ասում են չէ։ Նախ որ արցախցիների մի մասը մինչև դեկտեմբերի 1-ը ուղարկեցին 55,000 տալով, սրանով Նիկոլը լուծեց այդ հարցը։ Հիմա էլ այս մի տաղավարը հանենք, մյուս տաղավարը դնենք, հրապարակում տեղ չկա, արցախցիներին 50,000 տալով։ Հիմա դուրս եկա, որ արցախցիները դուրս են եկել այս գործողություններին, ոչ թե նրա համար, որ հայրենիքի համար են պաշտպան, պայքարում, այլ նրա համար, որ իրանց 50,000 դրամ է պետք։ Այսինքն Արցախի արժեքը իջեցրիք 50,000 դրամ։ Էլ չասեմ, որ ընդել, ով ասես չի գալի մտնում, հելնում, խոսում, ինչ հանում, նկարվում, սուտը ճշտից չի տարբերվում, ճիշտը ստից չի տարբերվում։ Էս էր ձեր ուզածը։ Արցախցիների կազմակերպիչ որոշ մարդիկ, այսինքն փորձում եք արցախցիների անունը ուղղակի վարկաբեկեք, որ այսինքն արցախցին հայրենիք չունի, ես խոսում եմ այն 50,000 հոյակապ արցախցիների մասին, ովքեր դաժան ստրկատիրական վիճակում ապրեցին Արցախում, մի մասին է կոտորել տվիք, ոչ մեկը պատասխան չտվիք, եկաք ստեղ։ Բա մնացածը բոլորը ծախու եք, ովքեր գնացել են այդտեղ փողի առևտուրան։ Չասեմ մնացածը, մի օր կանրադառնամ, հենց եմ անդորրարով, որ այդ ձեր կառուցած այդ թղթի բուրգը պայթի բոլորդ մնակտակը։ Դուք էլ եք դատվելու բոլորդ Արցախի կործանման ու Հայաստանում հիմա են խեղճ արցախցիների հաշվին կայանալու համար։ Սենց։ Հիմա ասենք մի քանի այլ հարցերի։ Այսօր շատ է թեման, դրա համար գրել եմ իրար հետևից, հարգելիներս։ Գյումրիում Մարտունիկը ինքնաբացարկատվ է, ու սրանով
փակեց Գյումրիեն առողջվածային կինոն, որի մեջ պետք է ինքը ձեն տար, ինքը չտար։ Պաստորեն Մարտունիկը հաղթելով Գյումրիում, ունենալով բավական ձայն, առաջի տեղ չէ, ինքն ու տեղակալ ինքնաբացարկային, բայց կուսակցությունը գնաց։ Այսինքն հիմի ու հայտարարել են, որ անկախ նրանից իրանք կոալիցիա չեն կազմի, բայց թող Վարդանիկն ասնի։ Այսինքն Մարտունիկ է սպանությունները, Խավորի տարումն եւ այլն, որի տակով գնացիր, դու իբր խաղից ելար, բայց քո կուսակցությունը մնաց, ասենց ձեզ խոսք տվեցին, ասեն շախմատի քայլ խորս տվեց Սերժը։ Սերժ կորցրել ես նյութը, չնայած նյութը դե վաղուց էիր կորցրել, որ այնքան դեղ քաշիր քիթը թափավ, տիտանի ոսկորի տեղը տիտանա դրած, որ էլի քաշես քիթը չթափի, հիմա էս կարգի ես կորցրել, այսինքն ինչա սպանության արունը առանց Մարտունիկի մաքրվում, հա։ Լողանալով անցնում է ձեր մոտ, դե դուք այդպես եք, հայերին սպանում եք, լողանալով անցնում եք, հիմի Վարդանիկին բերելու եք քաղաքապետ, ու Վարդանիկին դնելու եք քաղաքապետ գյումրեցիների վրան սևը բերեք, հեսը արանքն էլ մի հատ մուտիլովկա կցկլը հայտնի չի Սարիկի ինչ են անելու, այլ նոր է լինելու այդ ամսի 16-ին է, քանիսին է, եթե չեմ սխալվում, ինձ ուղեք, նես չեմ էլ հետևում Գյումրու ավականոնիստին, ու ինչ է կատարվելու, Մարտունիկը հրաժարվավ։ Հիմա հրաժարվավ կարա ոչ Նիկոլի հետ միանա, ոչ նրա կոալիցիա չլինի, բայց ասի թող Վարդանիկն ասնի, որ ցանկացած ժամանակ թաղում գործողություն գնա, չէ՞։ Դե Մարտունիկը կարևորագույն են 6 ձենն է, որը կարա միանա ԹՔՊ-ին հարց լուծելու դեպքում թե իզուր մնա, Վարդանիկը մնում է դուրս։ Վարդանիկը մնում է դուրս, հավասար է ձենել։ Մի օքի կասի, ես սպային ԿՊ-ի միացա վերջ, կպայթին դե։ Քվեարկությունը որով է հարցի։ Հասկանում եք Գյումրի Սարքին ինտրիգային տեղ, որը կազմակերպել է, էլի եմ ասում, Նիկոլ այդքան ուղեղ չունե, նիստի դպրոց չի գնացել, ես խոսում ասում ես տգետ է, ու տենց է կա, Սերժի դեղանողը չկա, Քոչարյան եւ մնացածի ձեռքով, Լևոն, բրավո, ես էլ Գյումրու հեքիաթը, ես ձեր կարճ կառավարումը մինչև ընտրություն կոչվելու է Գյումրու չստացված հեքիաթ, այսպես, անցնենք հաջորդ հարցին, որի համար փորձում եք ռուսամերներով Հայաստանի կամ Ռուսաստանի ռուսամեր հայերով փորձում են Հայաստանում իրավիճակ փոխել։ Ուրեմն թե ինչի եկավ Գալաբալնի ջհուդ Արայիկը, Արա Աբրահամյանը Գալաբալնին եկավ իբր Գյումրու համար, պարզվեց, որ եկավ այս խայտարակությունը իրենցով անելու համար, ու հիմա ռուսական կառավարությունը դեռ չի հրաժարվում, փաստորեն ռուսական կառավարություն, այդքան դիմեցինք, դուք չեք հրաժարվում, Հայաստանի հանդեպ ձեր հիմար հավակնությունից, որ պիտի բերեք նախկինների, երբ դուք հեռանում եք բոլոր տեղերից, բայց ձեզ թվում է, թե Հայաստանից դուք չեք կարող հեռանալ, հիշեցնեմ ձեզ, իսլամական ճակատի, իսլամական ներողություն ճակատի չէ, իսլամական հեղափոխականները չէ, իգիլի մի խոսքով անունը մոռացել ենք, քարտեզներում նշված է, որ Ռոստով, Կրասնոդար եւ Ստավրոպոլ, այդ քարտեզները դուք էլ ունեք, դա լինելու է հայկական։ Հիմա մեկը կծիծաղի, մեկը կմաճուկ կանի, այդ քարտեզները տպվել են իսլամական իգիլի կողմից։ Հիմա ոնց է գտնում, դա գործնա։ Ժամանակին չէիք էլ հավատում, որ 600,000 չեչենը դուրս կգա պայքարի Ռուսաստանի դեմ ու 3 տարով կստանա անկախություն, որն էլ արյան մեջ կխեղդի Վլադիմիր Պուտինը։ Չէ՞, չեք հավատում։ Ամեն ինչ հերթով է լինելու։ Իսկ Կովկասում դուք ընդհանրապես այսքան հարգանք ունեք արդեն։ Հայերին ջարդիկ, սարքիկ, թուրքը չգիտի ինչանի ձեր տակով ձեզ ատում է Թուրքիայի հետ, Ալիև փնթինել հետը, վրացու ժողովուրդը ատում է ծախու վրացի նարկաման ղեկավարներին բերիկ տրի, Կովկասի բոլոր ազգերը ատում են ձեզ, ես Եվրոպայի ազգերի հետ չեմ, որ ամբողջ աշխարհն ատում, Կովկասում ատում եք, ուզում եք ինչ-որ բանով պայեք։ Հիմա այդ հարցին կգնանք մենք, շատ գեղեցիկ կերպով Պենտագոնի զեկույցն է կներկայացնեն, BBC-ի զեկույցն էլ, անգլիական հատուկ այնվես ծառայության զեկույցն է, բոլորը հերթով գնալու։ Ու որոշել եք Հայաստանին 3 ճակատով կպնեք։ Ուրեմն Տաշիրի Սամո, էլ եմ ասում, ես նայելով հայկական օլիգարխներին, ինչ եղել է մեջը, որպես ամենահամեստ մարդ, ես չեմ ասում ժողովուրդ ջան, որ ինքը Սերժենց հետ չի, Լֆիկի հետ չի, մյուսի հետ չի, բայց որպես համեստ մարդ, ես միշտ համարել եմ Տաշիրի Սամոյին։ Բայց Սամո, դու այսօր դուրս ես եկել Ռուսաստանի անունից։
Հայաստանին ուլտիմատում է տալիս, ասում ես, եթե միացան Եվրոպային անդառնալի վատ բաներ կլինի Հայաստանում։ Սամո, ես հասկանում եմ, որ մի քանի միլիարդի համար ծախվել կարելի է, բայց բրդում են հելնես, գոնե հրաժարվի։ Ես հիմա օրինակ կբերեմ այդ հրաժարվելու, չես կարա հրաժարվես։ Մենք ավելի ենք խորանում Ռուսաստան։ Ինչ ես խորանում, Սամո։ 150,000 հայ են ուղարկում հետ, գործարար մարդիկ, որոնց միտումնավոր կերպով թուղթ բան չէին տվել գործանեն։ Ինչով ես խորանում, Սամո։ Հեսա Երևանում, որ լցվան Ռուսաստանից եկած հայերը, այդ ժամանակ կասեմ, որ սուփուր ժամանակին մնում են։ Ինչով ես սպառնում, ինչ է սպառնալու Հայաստանին։ Ինչ, բլոկադա, փնթի ռուսական ապրանքների, ինչ դերասանություն ես անում, Նիկոլը Գրզոն ու Պուտինը լավ էլ բրիլյանտ են լվում, ինչ է լինելու Հայաստանին, որ հենց խոսում ես ստից։ Վախ ես ներշնչում ժողովրդին, տենց են ասել, սուտի հավաքներ ես անում, բայց չես ամաչում։ Դրանից հետո էլ հելել ես, բա որ Հայաստանում ազգային իշխանություն եկավ, Հայաստանում քո ունեցվածքը թեկուզ շատ քիչ փող է, հա, Հայաստանում մի 300-ից 400 միլիոն փող ունես, քո այդ 10-15-20 միլիարդներից ոնց որ Ամերիկայում տարբեր երկրներում տարբեր անուններով, բա որ 400 միլիոն դե փաջեց Արա Աբրամյանի պես, փաջին մուտքդ ինչ ես անելու։ Բայց ես պետք է Սամո։ Բայց ես պետք է խի դու այդ տղեն ես, ոչ թե հիմա գովում եմ Սամո։ Ես իրականությունն եմ ասում, ես հիմա քննադատում եմ։ Ինչի եմ Սամոյին այտենց քննադատում, ելի եմ ասել, որովհետև ես անձամբ շփվել եմ ամենահամեստ օլիգարխը, միլիարդատերը Սամոնը։ Չի կարելի այդ կարգի ծախվել փողի խաթր։ Ռուսաստան այն երկիրը չի, ոչ դու առաջինն ես, ոչ եւ վերջինն ես։ Ունդեղ Լազարևներ են եղել, որոնց ոչնչացրել են, Արշակ Ղուկասովներ են եղել, որոնց ոչնչացրել են, Լորիս Մելիքովը եղել Մոսկվա, բանի Պարետ ոչնչացրել են գեներալներ։ Սա 5 վայրկյանում քեզ կուտեն։ Նայ, հիմա շուստրություն ասեմ քեզ։ Էլի Բաքվի ջհուդ, բայց Թուրքիա անունով հանդես եկող եւ թաթար հանդես եկող Վագիտ Ալեկբերովը ակտիվները բոլոր վաճառում։ Ում ավաճառում եվրոպացիների։ Ինչի խաղի կանոն են իբր մշակեպությունի հետ, իբր որ դա լինի եվրոպացու սանկցիայի տակ չի լինի, բայց եվրոպացին այնքան դեբիլ չի, որ գառնի այն հանքը այն տեղը, որը առանց սանկցիա լինի նավթի հանելու։ Ինքը վերցնելու է նա ու փոխանցի ուրիշ ձևով, որը պետք է։ Տեսեք Վագիտ Ալեկբերովի պես Ռուսաստանի առաջինից միշտ 4-րդ տեղն ազբաղացրել Սամո, դու ավելի լավ գիտես, քեզնից 7-8 անգամ հարուստ է։ Եթե ինի գրում է 28 միլիարդ ունի, բնականաբար 250 միլիարդ ունի։ Դու գրում ես միշտ 2-ից 3 միլիարդ ունես, 30-ը դու ունես։ Խո հայտարարար գիրը տոշնի չես գրում։ Բայց տես Ալեկբերովը էլի արանքը կարողանում է ճղի։ Ծինկովի պես մարդը արանքը ճղեց։ Ռուսական գեներալներն են մեռնում, դատվում, բոմբը գցում, խիկ Պրիգոժինից հարազատ մարդ ես Պուտինի համար։ Բա ամո չի որ հայի բերանով ասեն, հետո լասեն այն, հենա, հայ ամենամեծ գործարար Տաշիրի Սամոն բարեգործ եւ այլն հելավ։ Հելես ասպան ասում։ Արանքը ճղի խորհրդական բայ հազարներով աշխատող ունես ու խորհրդականներ ունես։ Պոլիտիկայի մեջ որ մտցնում են մի հարվածով դեմքով գնալ ապավոյ։ Էս եղել մեր հայ բիզնեսմենների մինուսը, որ զորքերը աշխարհի տերն են եղել։ Պետություն չեն կարողացել ստեղծեն եւ զորք չեն ունեցել, սամը դու նույն ճամփով ես եթում։ Գոնե հաղորդումը նայ զորքերը աշխարհին տիրում էին, բայց զորք չունեին։ Անգլիացիները, հոլանդացիները, պորտուգալացիք եկան տեսան միլիարդատեր են, նավերի վրա զորք չկա, մի քանի հատ հերթապակա։ Բոլոր նավերը խորտակեցին Անենց արեցին վերջում հոլանդացիք մտցրեցին իրանց թևի տակ տարան Ինդոնեզիա տես պրծծրին գնաց Հնդկաստանը, Պարսկաստանը, Աֆղանստանը խլի։ Հիմա նույնը քեզ է գալու։ Անցնենք հաջորդ հարցին, որ Սամոյի խոսքին հետևում ավելի կոպիտ ռուսական ոմն գալուզինի են ապրանքը որ կա, դրա խոսալը թե Հայաստանը շատ ծանր ցավոտ կստանա։ Ուրեմն հիշեցնեմ բոլորիդ, որ ծանր ու ցավոտ միշտ լինում է նրա համար, ով որ փորձում է ծանր ու ցավոտ սարքել։ Հիշեցնենք, որ 2022 թվականին ռուսները ծանր ու ցավոտ կյանք են խոստանում Եվրոպային ատոմային բոմբերով։ Անցել է 3-4 տարին արդեն պատերազմի գալի, Ռուսաստանը ոչ մեկին ատոմային չի խփել, նույնիսկ հեսա կանրադառնամ։ Մոլդովային, որին խոստանում էր հրթիռային ուժեղ հարված, որից Մոլդովան կկործանվի։ Հիմա հերթով անդրադառնում։ Եվ սրա համար հանդիպում են ունեցել Հայաստանի հարցով նշանակել են
Հայաստանի հարցով նշանակել են պատասխանատու հերթական Կիրիլենկոին, վայ Կիրիլենկո, ուտես ամբողջ հայազգի Կիրիլենկո, այ հոգնած, դու կյանքիդ մեջ որպես ջհուդ, նույնիսկ վարչապետ ժամանակ ոչինչ չարիր, տվել էին քեզ ամբողջ Ուկրաինայի պատերազմի ճակատամասի պատասխանատու, խայտարակ վիճակում է ճակատդ, բոլորը պարտվել են, հիմա էլ Քոչանետ արդեն հանդիպել ես նոր ծրագրերի համար, հասկացաք, որ Հայաստանում դավաճան շատ կա, բայց չի լինելու դա, չի լինելու, մոռացեք, ուշացել եք, դուք հայազգին սպանել եք, Արցախը դուք հանձնել եք, հայերին թուրքերի հետ դուք վառել եք, որ պայթեցրիք 300 հոգի, 100,000-ներով հայեր եք սպանել, հայերի գենոցիդը թուրքերի հետ կազմակերպել եք, հա, Բաբերթի գենոցիդը դուք եք արել, դուք Բաբերթի գենոցիդը հայերի, անեց որ ոչինչ չի ստացվելու, Քոչարյան, դու էլ ուզում ես քեզ ճղի, ուզում ես մի ճղի, ուզում ես 7 ֆրոնտով աշխատի, ուզում ես քո տղուն բրդի, ուզում ես տողդի տղուն բրդի, ոչինչ չի լինելու, անարգված անունը չի վերականգնվի, պարզ է, էս էլ էսպես, հիմա ուզում եմ ներկայացնել մեկ այլ բան, որը բավական էլի հետաքրքիր է այս թեմայով է ծիծաղելի, իբր թե այդքան կան, իսկ թվում է այս լուրը ստեղծվել է հատուկ դեբիլ ռուսների համար եւ հատուկ ռուսամեր հայերի համար Լավրովը ասում է պահանջում է, որ ՆԱՏՕ-ն լուծարվի։ Պահանջում է ժողովուրդ, հասկանում եք, ինչքան որ Ադրբեջանը պահանջում է, որ Ֆրանսիան կործանվի ու լուծարվի, ես այդ մասին կասեմ այսօրվա հիմա շարունակությունն է, Ադրբեջանը պահանջում է լուծարվի, նույնն էլ Լավրովը պահանջում է ՆԱՏՕ-ն լուծարվի, պատկերացնում եք, չէ, Ադրբեջանը պահանջում է Ֆրանսիայի լուծարում, հեսա հետո կասեմ, ու հրամանը որտեղից է ստացել, ուրեմն Ադրբեջանը 15-16-17-ին լինելու է շատ հնարավոր է բնական աղետ լինի, որովհետև սա հնարավոր բաներն է, Ադրբեջանի հողի տակը դատարկ է, ուժեղ անձրևները, սելավները գալիս են, սկսելու է սելավի հոսք, սա ասեմ ձեզ, 15-16-17, կտեսնենք, շատ հնարավոր է, որտեղ նույնիսկ իրենց մարդիկ բաներն են ասում, որ մասնագետները երկրաբան, որ Ադրբեջանը ամբողջովին շատ թույլ է հողը մնացել, այդ հոսքերը, սելավները, Բաքվի այդ հարյուրավոր ճանապարհների հոսքը եւ այլն, շատ հնարավոր է հիմա շատ ուժեղ սելավները կործանում լինի, Աստված լսի ու ավելի արագացնի սա։ Հիմա նույն այս հարցի վրա ասեմ, ուրեմն Ադրբարանը միացել է Իսրայելին, ինչի համար է միացել, ինչ հարցով, թե ինչքան պետք է, այդքան հարցը ջհուդները բերում են, տեսեք, օգտագործին, մենք ձեզ զենք ենք տվել, ախպեր, զինվոր ենք տվել Իսրայելը Արցախը քանդելու համար, պարտավոր եք, հիմի դուրդ կգա, չի գա։ Ֆրանսիային սպառնում են ճանաչել Նոր Կալիդոնիան եւ պլյուս դրան Կորսիկան, ինչի, որովհետև Ֆրանսիան ջհուդների հարցով դեմ է եւ պաշտպանում է սեկտոր Գազային։ Ուրեմն դուք պատկերացնում եք, չէ, էլի եմ կրկնում, այն երկիրը, որը փորձում է, տեսեք, ճանաչի հյուսիսային Կիպրոսը, ճանաչի Կորսիկան, պատմական Ֆրանսիայի տարածքը, ճանաչի Կալիդոնիան, որը գաղութատիրական ժամանակ Ֆրանսիան գրավել է անկախ։ Սրա հարվածը հաստատ Իսրայելը չի ուտելու, Իսրայելը կուտի Պաղեստինի 1948 թվի ճանաչումով 11,200-ով, բայց Ադրբեջանը կընդունի ոչ միայն Արցախով, այլ մնացած հարցերով։ Քուր գետի աջ ափով, մոտավորապես 42,000 քառակուսի կիլոմետր։ Ու սա բերելու է նրան, որ Ադրբեջանը ինքը իր ձեռքով գնում է կործանման, ժողովուրդ ջան, սենց բան չի լինում вообще։ Սենց բան չի լինում, ժողովուրդ ջան։ Պարզ է։ Սենց բան չի լինում ընդհանրապես։ Հա։ Սա այս հարցի վերաբերյալ։ Սակայն մի հատ ուրիշ հարց ունենք հիմա մենք։ Շատ հետաքրքիր հարց, Ալժիրի հարցն է։ Ալժիրը Ֆրանսիայի դեսպաններին ուղարկում է, քանի որ ֆրանսիացիները որոշել են Ալժիրի հարցում գնան գործողության։ Ալժիրից 3 հոգի մեղադրվում են սպանության մեջ, ծանր սպանության մեջ Ֆրանսիայում։ Դրա համար էլ փորձում է գնալ եւս այս հարցին։ Այսինքն ով հիմքը դրեց Ալժիրի բերանը դրեց Կալիդոնիան ճանաչել Կորսիկան, Ալիևի դեբիլ համակարգը։ Իսկ միշտ դեբիլների դրած խոսքը պատժվում է հերթական ձևով։ Այնց որ Ալժիրի հարցն է գնաց իրար հետ մեկտեղ։ Իսկ ինչ վերաբերվում է թուրքական
աշխարհի հարցին, հեսա ասեմ ամենահետաքրքիրը, որը սառը ցնցուխ է ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի գլխին, ընդհանրապես ինչ է եղել։ Թուրքիայի հարցը հետաքրքիր է 2000 մաքսիմում մինչև 40 թվականը ասել են այդ թուրքական կոչված թյուրքական պետությունների միությունը մաքսիմում մինչև 2040-ը վերանալու է այդ կազմակերպությունը ոչ մի ստորագրած փաստաթղթի տակ Միջին Ասիայի հանրապետությունները հանել են իրենց ստորագրությունը եւ այսպես դիվանագիտական քայլ են արել Էրդողան ջան, Ալիև ջան, դուք մեր եղբայրներն եք, բայց մենք սոված ենք, ընկեր ջան, Եվրոպան մեզ հաց է տալի։ Դուք Դեմիրելի, Թուրգոտ Օզալի ժամանակվանից ստեղծեցիք իբր մշակութային, հետո սարքիք թուրքական միություն։ Մի այդ օրվանից մինչև այսօր 1990-ից 2025 թիվը մենք ձեզանից ոչ մի օգնություն չենք ստացել։ Բացարձակ սուտ, խոստում եւ այլն, ել չասեմ, որ հազարավոր միջինասիացիների տարել են մասնակցելու Սիրիայի հարցին որպես տերորիստ իբր հանուն թուրքական հարցի Արցախի կռիվներին արհեստական փաստաթուղթ տալով եւ այլն Ադրբեջանի եւ այլն։ Միջինասիայի հանրապետությունները ասացին Էրդողան ջան, դու այնտեղ լավ ընկեր ունես մի հատ Ալ-Ջուլամի անունով։ Գնա նրա հետ կկարանաս կանես, չէ՞, քո գլխի հարցը լուծի մնացած ուրիշների հետ, մեզնից յանդուր։ Կիպրոսի հարցում էլ մենք դեմ ենք, որ Կիպրոսը ճանաչվի թուրքական կամ անկախ կամ Թուրքիայի մի մաս, որը ամենաուժեղ հարվածն էր այսօր Թուրքիայի համար։ Ես ձեզ միշտ ասել եմ, Թուրքիայի համար ամենակարևոր հարցը Կիպրոսն է, որտեղ քթի տակ ծովային մաս իր համար ավելի կարևոր է, խայտարակվելու աստիճան, ոչ թե տարածքի կորուստը Թուրքիային ես ինչ միլիարդներ կտա, չէ։ Հոգեբանական վիճակ թուրքական պետության կործանում է Կիպրոսն է։ Փոքր տարածքը, քան թե Արցախը մյուսը։ Ահա Եվ փրփրած Ալիևն ու Էրդողանը չգիտեն ինչ անեն։ Իմիջիալոց Սիրիայի հարցն է, ասացի, տեսեք ջուդները տարբեր կողմերից խաղում են։ Սիրիայում էլ այդ է վիճակը։ Կուզես ուզի, չես ուզում ուզի, հետ ես գնալու քո տեղերը։ Այսինքն Էրդողանը խաղաց այն հարցը, ոնց որ Պուտինը։ Թուրքիայի ուժեղացումից, որ այդքան տարի իրար հետևից ստեղծեցին, ինքը փորձեց ուժեղացնի, բայց իր գեոպոլիտիկ խաղը չստացվեց։ Էս էլ սենց, պլյուս։ Հա, մի հատ բան ասեմ, որ ուրեմն Ղարաբաղում մի հատ թուրք զինվորա Սատկե, էդ էլի օգուտ մեզ, հաջորդ հարցը ասեմ, այսօր։ Եվ ինչ կատարվեց, թուրքերը ընկնավորացան հայ-պարսկական ռազմական դաշինք կնքելուց։ Բոլոր թերթերով գրում են, որ պարսիկներն ու Հայաստանը կնքելու են ռազմական դաշինք։ Ես որպես հայ կողմ եմ ցանկացած երկրի հետ, բացի թուրքերի, ռազմական դաշինք կնքելուց։ Բացի թուրքերի, ես կողմ եմ։ Ինչի՞, որտեղ ռազմական դաշինք կնքելը մանավանդ Պարսկաստանի հետ, սա են Հայաստանի սեպաձև խրվածքն է, իրենց հիմար ռուսական, պրոռուսական բանը, ինչ էր թուրքական պետությունների ստեղծում պանթուրքիզմի մեջ, որ իրականանում է ու կործանում պանթուրքիզմը։ Այսինքն պանթուրքիզմի մեջքին, ժողովուրդ ջան, պանթուրքիզմի դագաղի մեխը խփեցին ժամանակին որ ասում էի թուրքական կոչվող ազգերը, որոնք թքած ունեն Թուրքիայի վրա, Ադրբեջանի վրա նույնպես։ Այնպես որ եւ վերջին գերեզմանի քարը դրեցին այսօր, հիշում եք, չէ՞ Մոլդովյան ինչ էր ասում, Մոլդովային ասում էին, վայ, որ հանգարցակի դու բան անես, գագաուզներին կպնես, մի քանի հատ հրթիռ ցերկոն կթռնի ստեղից ընդեղից, ինչ է մի հատ Քիշնև պուջուր տեղա կվերացնենք կգնան։ Ուր է այդ ցերկոնները, հարց եմ տալիս։ Ուր է այդ հրթիռները հերո սատանա, մատանա անուններ եք դրե եսիմ, Պուտին սատանա անուններ դրան, Պյուտին։ Նիկոլայ ասես Պյուտին, Վլադիմիր Վլադիմիրիչ Պյուտին։ Բա ուր են այդ հրթիռները, Պյուտին ձածը, հա? Ուր են որ։ Ինչի՞ չթռան Մոլդովայի վրա, ինչ է եղել։ Ասեմ ձեզ, եւ Ադրբեջան, դու որ ուրախանում էիր Վուամի մեջ էիր, Գուամ էր, սև շուներ, Մոլդովան մեր ընկերն է, չի ճանաչում Հայաստանի, Արցախի անկախությունը Հայաստանը ճանաչում է։ Դրա համար ընդ գագաուզներին տարին 20-ից 50 միլիոն թուրքյան փողեր ուղարկում, մի տարի եղել 200 միլիոն ուղարկել, որ գործերը լավ էր, որ գագաուզ թուրքերը աճեն, բա ինչի՞ չեք բանում, նախատիպ տվիք, չէ, Արցախը վերացրիք,
Հիմա նախատիպով ինչի քեզ կարելի է վերացնել հայ թուրք դավաճան շների հետ, Մոլդովային չի կարելի, փակել են, տեսեք, ձերբակալված էր վարչապետը, նախագահը, փակել են Գագաուզիայի գագաուզական դատարանը։ Վաղը միսօր ազգային ժողովն են ցրում ու վերջ, քանի որ ի տարբերություն Արցախի գագաուզները գտնվում են Մոլդովայի սրտում ու իրար անկապ ինչ-որ անկապ քարտեզալը դրեք Գագաուզյան, ոնց որ կվադրատնի գեղական քարտեզներ են։ Սրան անկախություն եք վերել, բա Ադրբեջան, դուք ձեր Թուրքին ասել եմ, չէ, Թուրքը Էրդողանը զոհեր է տալիս բոլորին։ Այս մասին վաղուց եմ ասել, Թուրքոմանին զոհին, Ուйղուրին զոհին, Թաթարին Ղրիմի զոհին, Ադրբեջանի հերթը գայս արդեն զոհելու վիճակն է, Գագաուզին մերձրին գնաց։ Վերջ, չկա վարչապետը, չկա նախագահը, չկա դատարանը։ Վաղը մնում ազգային ժողովը եւ վերջ, պետական ստրուկտուրաները վերացնում են, օրենքով։ Դե ռուս խփի բաց են էիդ հանում։ Այս կանեմ, են կանեմ, Մոլդովային կկործանեմ։ Ուրա, կործանեցիր։ Շնորհավորում ենք հերթական թուրքական պետության վերացմամբ։ Էլ չասեմ Կիպրոսի հարցը։ Հələ սպասեք, տեսեք այստեղ ինչ կլինի։ Այս մասը հարգելիներս, այսքանը ներկայացրեցի ձեզ Հայաստան եւ միջազգային լուրերից, հիմա կանցնեմ պատմական լուրեր։ Պատմական լուրերից այսօր ուզում եմ անդրադառնալ մեր վահեբունիների իշխանական տոհմին, որը շատ զարմանալի է, հայերեն տեքստը չկա ոչ միտեղ։ Ինչի է փակ վահեբունիները։ Երևա խոսքի շարունակությունն է լինելու ժողովուրդ ջան։ Ոչ մի հոգևորական չկարողացավ պատասխան տալ իմ ասածին։ Ոչ մեկ ու ոչ մեկը չի զանգի։ Ինչ պատասխան տա Գրիգոր Լուսավորիչի համար, որի հայրը սպանել է հայոց թագավորին, ու ինքը միանգամից կրոնափոխ է եղել եւ փորձարկված կրոնափոխ շպիոնի պես վերադրվել է Հայաստան, վերացրել է Հայաստանի բոլոր հին կուլտուրական տեղերը, հին մշակութային տեղը սարքել է եկեղեցիներ եւ ինչ։ Ասենք վահեբունիներին։ Գիտեք ինչ է նշանակում վահեբունի։ Վահեբունիները առաջացել են Միհրի եւ Վահագնի պաշտամունքային ցեղից, ամենահին հայկական իշխանական տոհմից են վահեբունիները, որոնք սարքել են Աշտիշատ քաղաքը, իմիջիալոց Աշտիշատը սա եղել է հայոց պաշտամունքի Անահիտի Ասխիկի եւ Վահագնի պաշտամունքի կենտրոնը։ Վահեբունիները շարունակվել են բավական երկար իշխանական տներ, բայց վերջին նշանավոր իշխանը եղել է Թեոդորոս Ռշտունին, բայց Թեոդորոս Ռշտունի նշանակելով նրան գցելով Ռշտունյա ճյուղի վրա, իրականում նրա ազգանունը Թեոդորոս Վահեբունի էր։ Թե ինչի է պատմության մեջ փոխել են Ռշտունի, սա արդեն պետք է մենք տեսնենք եկեղեցու կողմից մատուցված գրագրերի ճիշտ ու սխալ ձևին, ինչու են փոխում։ Ինչու են աղավաղում այն, ինչ որ կա, իմիջիալոց ասեմ ձեզ։ Եվ հիմա զարմանալի բան եմ էլի ասելու Գրիգոր Լուսավորիչի, ժողովուրդ ջան, ճիշտ հասկացեք։ Ես հայոց եկեղեցուն դեմ չեմ, քրիստոնեությանը դեմ չեմ։ Ես խնդրում եմ ճիշտ պատասխաններ տաք։ Ես որպես քրիստոնյա հարց եմ տալիս, դուք պարտավոր եք հոգևորականներ, ինձ պատասխանեք, որի մոտ շատ կասկածներ չառաջանան։ Եվ Աշտիշատում, որը հենց հայկական պաշտամունքային կենտրոնն էր, քանդել է Գրիգոր Լուսավորիչը, քանդել է, տեղը կառուցել է եկեղեցի եւ բերել է Հունաստանից Հովանես Մկրտչի եւ Աթագինե վկայի, ինչ որ քրիստոնեական վկայի մասունքներ թաղել է այդտեղ ու եկեղեցի է սարքել։ Հարց եմ տալիս բոլորիդ ժողովուրդ ջան։ Հույն վկայի ոչ թե Մկրտչի կամ Առաքյալի եւ այլի մասունքը հայ ինչին է պետք լատին երկրից վերած, հա? Ինչին է պետք, որ պետք է բերի թաղի ու ստիպի, որ դուք իրան պաշտեք։ Նույնը ուզում եմ ասել Սուրբ Աննա եկեղեցու մասին, որի անունը երկար ժամանակ ինձ տանջում էր։ Նայեցի ինֆորմացիան այմար Սուրբ Աննան, ով է։ Մենք մեր հայության մեջ Սուրբ Աննա չի եղել։ Պարզվում է, որ էլի լատին մի Սուրբ Աննա է եղել, որը Երևանի կենտրոնում սարքել են, չգիտես ինչի, լատինի համար, հələ ցույց տվեք Գերմանիայում կամ լատին աշխարհում մի հատ հայ անունով սարքած եկեղեցիներ տարբեր տեղեր։ Չկա։ Սուրբ Աննայի մասունքը բերել են 10 թե 15 թվի Սերժի ժամանակ
Կճոյանը, հասկանում եք, չէ՞, Նավասարդ Կճոյանը ամենահանցագործ հոգևորականներից մեկը թաղել են այդտեղ ու մասունքը սարքել են Սուրբանը։ Հարց, սա ինչ է նշանակում։ Սա ինչ է նշանակում հայկական եկեղեցին կամավոր հանձնվել է Հռոմի պապին։ Ես ուրիշ բան չեմ տեսնում։ Նույն վիճակը այստեղ է։ Գրիգոր Լուսավորիչ ինչի էր հենց այդ քաղաքը վերցնում, որի հիմքը աշտի շատ է եղել է բոլոր հեթանոսական տեղերը, տաճարները պահիր, հա, կրոնը փոխվեց պահիր։ Վարդավառը եւ այլն։ Ինչ ես Վարդավառը պահել, որտեղ չէիր կարող էլ ժողովրդի վրա։ Հազարներով մարդիկ եք սպանել քրիստոնեություն ընդունելու համար, ստիպված Վարդավառը սարքիկ նաեւ քրիստոնեական տոն։ Եվ մի շարք հեթանոսական տոներ սարքեցիք քրիստոնեական, ծաղկազարդնա, վարդավառնա, բարի կենթաննա, ես իմ սա է, նա է։ Բա ինչի դու վարդավառը պահեցիր, քաղաքը կործանիր։ Ինչի։ Ու ինչի այդ հողերը տված ա եղել Սահակ Պարթևի ցեղին։ Նրանից հետո նոր անցե մյուսներին։ Այդ ո՞նց է նշանակում, այսինքն կործանեցիր հայոց պաշտամունքի միջոցները, հանձնեցիր դա Սահակ Պարթևին, բերիր հույն վկայինցի Հովանես Մկրտիչին էլ անունը տվիր, հայտնի չի Հովանես Մկրտիչիններ, թե չէ, դու եղել ես Հովանես Մկրտչից 300 տարի հետո։ Ինչ գիտեք, այդ մասունքը Հովանես Մկրտչիններ, թե էլի լատինները խաբեցին, հայկական տեղերը, աստղագիտական տեղերը կործանեցին, տեղը դրին եկեղեցի, ու ասին սա Հովանես Մկրտչինն է։ Իմ ինչ այլոց ես հաղորդումներ արել եմ ամբողջ Ռուսաստանի պատմության համար, որով ապացուցել եմ, որ ռուսական ոչ մի սուրբ գենետիկորեն այդ սուրբը չի, ու ոսկորները թաղված է, եկեղեցին փող աշխատում, պատմել եմ դա։ Պարզա, պատմել եմ ես դա։ Բա ոնց ալնում, որ ձեր արածը ձեր ճիշտ է։ Նրանք էլ հանեցին նույնիսկ խորթային, որ այդքան սիրում ես Վարդանիկ էլ գոռալը, խորթային բոլոր պատմաբանները գենետիկ ապացուցին, որ դիք գաղութ նստածների օսկորներն է, ոչ թե սուրբ են։ Եվ պատահաբար պատմությունը սենց անում, երբ որ սկսել են Լենինի կոմունիստները բան անել, այն ԿՎԴ-ի գնդապե աշխատողները, որոնք շատ հավատով են եղել, 400-ից 500 մասունք տարեպահել են իրենց պատվալում, ժողովուրդ հիշեք, պատվալում պահել են մասունք, չի հոտ է, հոտ չի եկե, որ մեկը փրշտում էր տանում կախարան էին հանում, ու այդ կագեբեշնիկները թոռ տվել են մինչև 90 թվին գտել են։ Հավատում եք, 17 թվից 90 թիվը ոսկորները պահել են պատվալում, տենց անել են մասունք եղել, տարե թաղել են։ Ոչ հոտայեք է, ոչ կռիսակ է, ոչ մի բան չեղել, ոչ սառնան են պահել, ոչ բժշկական բան են ունեցել եւ այլն։ 500 մասունք, այսինքն 500 դիակ պահել են։ Սա ռուսական պատմությունն է, որը ապացուցեցին։ Նույնն էլ ասում եմ ձեզ, ով կարող է ապացուցել, որ դա Հովանես Մկրտչի մասունքն է։ Ինչով։ Այն էլ այն ժամանակ ոչ թե հենկակար, ոչ բան կար։ Այն էլ մի մարդ, որը սպանել է հայոց թագավորին ու իր տղեն ներվել է։ Հայոց թագավորին սպանողի տղեն ներվե Հայաստանը հանձնվել է իրան։ Ու ինքը գնաց է ոսկոր բերել, ասել է Հովանես Մկրտչի ոսկորն է, թաղեք։ Սուրբը։ Այսպիսի պատմությունները դեռ շատ են ես առաջարկելու եւ ես պահանջում եմ, ոչ թե խնդրում եմ, հայոց եկեղեցուն ինձ պատասխան տա։ Պատասխան տվեք, ես կնայեմ ճիշտ է թե սխալ է, կասեմ։ Որտեւ ես չեմ հավատա ձեր այդ սուտ խոսքերին, աբարանցու սփյուռք հայերեն խոսալողին, այսինքն ազգը գարեգիններին եւ մնացածներին, Նավասարդ Կճողյանին, որը Հայաստանից $500 միլիոն փող տարավ Գոմիկ Տիգրան Սարգսյանի հետ։ Գոմիկ Տիգրան Սարգսյանի հետ, որը նստել է ԱՊ քարտուղարից 15 տարի, Գոմիկ Պուտինի ասելով ամենալավ տղենա, չակերտներով իրար ծոցի տղենա, եւ դրա համար ամբողջ Հայաստանի թալանը տարան այնտեղ միլիարդների, 5 միլիարդի ու էլի թալանում են։ Ու իրանք կան, ոչ մեկ չնստավ։ Չնստավ ոչ մեկ ժողովուրդ ջան։ Ոչ Նավասարդ Կճոյանը նստավ, ոչ Տիգրանն է նստե, ոչ էլ մնացած գործարկանողներն ու այդ աֆյուրայի մեջ մտածներն են նստե։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, փորձեք դուք ինքներդ մտածել, խնդրում եմ հարգելիներս, տակը քրիստոնեությանը ոչ մի վատ բան մի գրեք։ Ես էլ եմ կրկնում, ոչ թե Քրիստոսն է սխալ, այլ նրա մատուցող այս ջհուդ պապի ջհուդական ենթակա մարդիկ են սխալ, որոնք փորձում են մեզ շեղել։ Ոնց որ Աստվածաշնչի մեջ էլի եմ ասել, գրածա, որ Աստված ասել է իբր ջհուդներին գնացեք այդ քաղաքը վառեք, սպանեք այդ քաղաքը ձերն է։ Չէ, կտակարանը բացեք։ Ինչի՞ է դա համարվում ճիշտ։
Եվ նման հազարավոր բաներ։ Եթե մեզ չփորձի պատասխան տա եկեղեցին ճիշտ ձևով, մենք այս հարցերը մնալու է բաց։ Այսինքն Աստված իրոք կա, Քրիստոսը որպես Աստծո որդի սովեց, բայց ինչպես Քրիստոսն էր ասում, ինձանից հետո կգան հազարավոր իրենց մարգարետ ցույց տվող սատանաներ եւ կփորձեն ներկայացնել իմ տեղը ու սրբությունը, որը կատարվել է ոչ միայն հիմա, որը կատարվել է խաչակրաց 14 արշավանքներին, որից ջհուդները զոհում էին քրիստոնյաներին ընդդեմ քրիստոնյաների, եթե չլինեին խաչակրաց արշավանքը, թեկուզ հիմա հայերով լցված թե ինչ բյուզանդական կայսրությունը կմնար, Կիլիկիան կմնար եւ մի շարք այլ կայսրություններ կմնային։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք կգան մեր առջև սքեմով, խեղճ մարդու շորով, ժպիտով, լացող երեխայի տեսքով, հոգու մեջ սատանա, փոխհավաքողի տեսքով, կարեկցողի եւ հիվանդով, բայց ցանկացած ժամանակ դանակ անընդհատ խրում են հայ ազգի թիկունքը։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդվինում, Աշտիշատում, Բաբերդում, Սասունում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։